կողմից է սա արված։ Թող այդ տվյալներն ուղարկեն, որտեղից են վերցրել։ Ինչի հիման վրա են հայտարարել այդպիսի ամպագորգոր թիվ։ Արևմտյան չափանիշների առեղծվածը, ինչու է Բլումբերգը մեզ անբարոյական հանել։ Ստացվում է, որ հայը զարթնում է, մի հատ լավ ծխում է, սիգարետ, տենում է քիչ է, մի հատ է պլանա ծխում կամ ծակում է, տենում է քիչ է, մի հատ հանում է բանի տակից թթի արաղը, մի լավ կոնզում է, ու արդեն սենց կոնզած կիսահարպած ուրատ գնում է կազինո փող կրվելու։ Մարդկային գործոն պետք է միշտ գոյություն ունենա, ես այդպես եմ ենթադրում։ Մարդկային գործոնի բացառումը արդյոք Հայաստանում իսկապես վերանալու է Ստայանչիկի մասնագիտությունը։ Մեր քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանը նման համազգեստով աշխատակիցներ չունի։ Դարմավոյ փողակողներ են, թոնակարեն այքեզի բան։ Եթե գործում են անօրինական։ Մենք կառավարության դեմն ենք աշխատում, եթե բանալներ մեզ կասենք, թողեք գնացեք։ Եթե փողոցում տեսնում եք այսպիսի կարմիր գծանշումներ եւ այսպիսի տեղեկատվական բահանակ, նշանակում է այս կանգառն արդեն վճարովի է։ Մտել են ստեղ, մենք քնած ենք ելել, տենց շարվել են մեր կողքերը։ Դիմակով եւ առանց դիմակի ավազակային հարձակում Աֆշար գյուղում։ Դիմակներով են ելել, բայց ես հենց իրան դիմակը հանած տեսա ճանաչեցի։ Զենքով ինձ բերեցին ստեղ մաման սենյակ։ Իրանք մեզ սպառնում էին, գումար, ոսկի էին պահանջել։ Օտարապես լսել է, որ այս մարդը գումար ունի, թե որտեղից է լսել, չի ցանկանում մեկնաբանել։ Այ ախպեր ջան, ասի բանասնա, երեխեքը ինչ ա եղել, բան ա եղել, մեքենայի մեջ են խոսում։ Հերոստատուցով էինք տեսել, մենք այդ բանը չէինք պատկերացնում, թե գերին ինչ բանում։ Անտառներում են նրանք կգան։ Հույսը վերջինն է մեռնում, անհայտ կորածների հարազատները ուզում են իմանալ ճշմարտությունը։ Կարողանային րոպեի մի բան պատմենք, ուրախանանք, մի հետո տխրենք, հետո մի բան պատմենք, հետո լացենք։ Սպասում են, որ ինքը պիտի գա, ես նորից հանձնեմ իր սենյակը իրան։ Երկկենցաղ մեքենաներ ջրհեղեղ Սյունիքում, հրդեհ գրողների միությունում եւ շաբաթվա այլ ուշագրավ դեպքերը։ Դաժե կարող ասենք ապակին, արևից խփի շիկանա, խոտին կպլի, 4 խոտը կպլի։ Ներողություն եմ խնդրում 1000 անգամ ներողություն եմ խնդրում, սխալ եմ գործել, ինչ անենք։ Այրվելա 600 քառակուսի մետրը 1500 քառակուսի մետրից։ Ջուրը գալու ավտոբուսը։ Դուսան է։ Ստեղ կոնկրետ մեկ է ստեղ նստած էր։ Մնացածը դրսում էին, կեսը գետնին պարկած։ Մի քաշի թողարեսյան հեռու մնա։ Վաղը ուղիղ ժամը 22-ին Կիրակ Նորյա հորիզոն, բարոյականության սահմանների եւ անսահման համբերության մասին։